Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժիններից մեկում պաշտոն զբաղեցրած Տիգրան Գրիգորյանը 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին 4 դրվագով ծառայողական լիազորությունները չարաշահելով եւ չարձանագրելով ապօրինի աշխատանքները Երևան համայնքին պատճառել է շուրջ 3 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս։ Մայրաքաղաքի 4 հասցեներում իրականացված շինարարական աշխատանքները, որոնք չեն արձանագրվել որպես իրավախախտում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն համարվում են թույլտվություն պահանջող աշխատանքներ։ Դրանք առանց համապատասխան թույլտվության իրականացնելու դեպքում ենթակա են արձանագրման Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված կարգով։ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի առաջատար մասնագետը, ունենալով Երևանի քաղաքապետի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական իրավախախտումներ հայտնաբերելը փաստը արձանագրելու իրավասություն, դրանք չի արձանագրել, այսինքն իր ծառայական պարտականությունները չի կատարել, հետևաբար վարչական վարույթ չի հարուցվել եւ համայնքին իդեմս Երևան համայնքի 4 դրվագով առաջացել է առնվազն 750,000 դրամի չափով գույքային վնաս։ Առաջին դրվագով Տիգրան Գրիգորյանը տեղեկացված է եղել, որ Երևան քաղաքի կենտրոնի բնակիչը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջների խախտմամբ առանց թույլտվության ապօրինի վերակառուցել է պատշգամբը։ Առաջին դրվագով տեղեկություններ են ստացվել եւ նաեւ հիմնավորվել է, որ նշված պաշտոնատար անձը հաստատապես տեղյակ լինելով, որ Երևան քաղաքի Զաքյան 6 շենքի բնակիչներից մեկի կողմից իրականացվում է պատշգամբի երկաթյա ամրակներով վերակառուցման ամրացման աշխատանքներ եւ հաստատապես տեղյակ լինելով, որ այդ աշխատանքների համար կառավարության 596 որոշման համաձայն քաղաքացին պետք է նախապես ունենար շինթույլտվություն, այսինքն իրականացվող աշխատանքները կատարվել են ապօրինի, նշված աշխատանքների կատարման փաստը չի արձանագրել եւ հետեւաբար վարչական վարույթ չի հարուցվել այն պայմաններում, երբ նա տեղյակ էր, որ նշված բնակիչը պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության։ Նույն ժամանակահատվածում մեկ այլ դրվագով Տիգրան Գրիգորյանը տեղեկացված լինելով, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում իրականացվում են ապօրինի շինարարական աշխատանքներ, իրավախախտումը արձանագրելու եւ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարել։ Նալբանդյան փողոցում շենքի բնակիչներից մեկի կողմից իր տանը դարձյալ առանց շինթույլտվության պայմաններում տան հատակի քանդման եւ բետոնի լցման աշխատանքներին եւ դարձյալ նույն պաշտոնատար անձը տեղյակ լինելով այդ աշխատանքների մասին դարձյալ չի արձանագրել նշված առանց շինթույլտվության աշխատանքներ կատարելու փաստը եւ դարձյալ նշված քաղաքացին չի ենթարկվել վարչական պատասխանատվության։ 2024 թվականի սեպտեմբերին Տիգրան Գրիգորյանի կողմից կատարված պաշտոնյական դիրքի չարաշահման 3-րդ եւ 4-րդ դրվագները նույնաբնույթ են։ 3-րդ եւ 4-րդ դրվագները իրենց տեսակով նույնաբնույթ են, այսինքն երկու դեպքում էլ քաղաքացիների կողմից փոխվել են իրենց բնակարանների պատուհանները, բայց դրան զուգահեռ քանդվել եւ շարվել են նոր պատեր, ճակատային նոր պատեր, երկուսի դեպքում էլ հենց իրականացման ժամանակահատվածում նշված նույն պաշտոնատար անձի կողմից այդ ապօրինի շինաշխատանքները հայտնաբերվել են եւ դարձյալ նույն ձեռագրով, այսպես ասած ճակերտավոր, նշված աշխատանքները հորդորվել են կատարել արագ, աննկատ, հետագա խնդիրներից խուսափելու համար եւ դարձյալ վարչական վարույթ չի հարուցվել, հետեւաբար նշված քաղաքացիները չեն ենթարկվել վարչական պատասխանատվության։ 4 դրվագում էլ առնվազն ենթակա եղել արձանագրման վարչական իրավախախտման ենթակա փաստը եւ 4 դրվագով էլ
նշված աշխատանքներն իրականացնող քաղաքացիները պետք է ենթարկվեին առնվազն 750,000 դրամի վարչական տուգանք։ Այսպիսով, Տիգրան Գրիգորյանը քաջատեղյակ լինելով ապօրինի շինարարական աշխատանքների մասին, անմիջապես կապ է հաստատել նշված բնակիչների հետ եւ հորդորել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել սկսված աշխատանքները հետագա իրավական խնդիրներից խուսափելու նպատակով։ Նշենք, որ Տիգրան Գրիգորյանը նախկինում եւս մեղադրվել է համանման արարքների համար եւ 2025 թվականի ապրիլին նրա վերաբերյալ քրեական վարույթ է ուղարկվել դատարան, իսկ վերոնշյալ 4 դեպքերը հայտնաբերվել են հետագա նախաքննության ընթացքում։ 2026 թվականի հունվարի 23-ին Տիգրան Գրիգորյանի նկատմամբ հարուցվել են նոր քրեական հետապնդում։ Ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու եւ իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը իրավասու դատարան հանձնելու միջնորդությամբ ուղարկվել են հսկող դատախազին։ Թագուհի Մանուկյան, Տիգրան Ղուկասյան, Իրավաբան.net, Առցանց լրատվական։